Տաջիկստանում Ռուսաստանի նախագահ Պուտինի և նրա ադրբեջանցի գործընկեր Ալիևի հանդիպումը սկսվել է ձեռքսեղմումով։ Պուտինը Ադրբեջանի նախագահին հիշեցրել է, որ ներողություն է խնդրել Ռուսաստանի երկնքում ազատ ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգության համար։ Ալիևն էլ իր հերթին շնորհակալություն հայտնել ռուս գործընկերոջից ինքնաթիռի կործանման վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար։ Ռուսաստանի նախագահը հավելել է. «Կանի ամեն անհրաժեշտը ինքնաթիռի վթարի հետ կապված փոխհատուցում վճարելու համար»։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսությունը լուրջ դադար է վերցրել։ Լրագրողներին Կրեմլի խոսնակն է հայտնել. «Իրոք, երկխոսության գործընթացում, մասնավորապես Ստամբուլյան բանակցությունների գործում այժմ լուրջ դադար է առաջացել», նշել է Կրեմլի խոսնակը։ Հավելել. «Ուկրաինայի ղեկավարությունն էլ փաստաթղթերի վերաբերյալ շարունակում է որևէ պատասխան չտալ, ոչինչ առաջ չի շարժվում», եզրափակել է նա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջիկա 48 ժամվա ընթացքում կնշանակի նոր վարչապետին, նախագահի գրասենյակից են հայտնել։ Ելիսեյան պալատը հայտարարել է, որ օրենսդիրների մեծամասնությունը դեմ է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, վերջին տասնամյակների ընթացքում Ֆրանսիայում ամենալուրջ ճգնաժամի ֆոնին։ Գազայում պահվող գերիները ամենայն հավանականությամբ կազատվեն երկուշաբթի օրը, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ նա հայտարարել էր Իսրայելի և Պաղեստինյան Համաս խմբավորման միջև համաձայնագրի առաջին փուլի հաստատման մասին։